համագործային աշխատանք է եւ ես ցանկանում եմ, որ դուք ներկայացնեք, թե ինչ գիտելիք ու հմտություն եք ձեռք բերել այս նախագծի ընթացքում։ Ես կխնդրեմ հիշեցնել, որն է մեր նախագծի նպատակը։ Ով կասի։ Ասա Արեգ։ Մեր նախագծային նպատակն է ծանոթանալ ռեակտիվ շարժման երևույթներին, դրա դրսևորման օրինակները բնության մեջ եւ այդ շարժման կիրառումները տեխնիկայով։ Ապրես, Արեգ ջան։ Հիմա ես ցանկանում եմ, որ դուք խաղաղքույս, որով կպասենք ձեր ձեռք բերած գիտելիքները ռեակտիվ շարժման վերաբերյալ։ Հիմա առաջին հարցը, կարդում եք հարցը, մարմինների այն մարմինների հետ փոխադրության քանակական չափը ընդհանրող ֆիզիկական մեծությունը կոչվում է ասա Մարի շարժման քանակ։ Տեսնենք Մարի ճիշտ ես ասում։ Այո, ճիշտ ես ասում Ապրես։ Հաջորդը ով է ուզում պատասխանել։ Ասա Մարի։ Ներքին ուժեր։ Հաջորդը ասա Մարի։ Հակ համակարգ Ապրես։ Ասա Մարի։ Ռեակտիվ շարժում։ Ռեակտիվ շարժում Ապրես Մարի ջան։ Ասա պահպանվում է Ապրես։ Եվ վերջին հարցը, որ համարով է ճիշտ գրված ռեակտիվ շարժման ժամանակ մարմնի ձեռք բերած արագության բանաձևը։ Ապրես, ճիշտ է։ Շատ սիրելի աշակերտներ, դուք կազմված հարցերի դուք կարողացաք լիարժեք պատասխան տալ, սա նշանակում է, որ դուք շատ լավ ուսումնասիրել եք ռեակտիվ շարժումը։ Այժմ ես խնդրում եմ Արինա ջան, ներկայացրեք ձեր կատարված աշխատանքը։ Ինչ եք արել դուք այս նախագծի շրջանակներում։ Մենք թեման ուսումնասիրել ենք տարբեր ձևերով, կատարել ենք քննարկումներ, դիտել ենք տեսանյութեր, մոդելավորումներ ենք արել, օրինակ փուչիկով ռեակտիվ շարժման մոդել ստեղծելով։ Նաև այդ թեմայի շուրջ մենք պատրաստել ենք պաստար եւ բուկլետներ, որպեսզի ներկայացնենք տեղեկություններ եւ մեր աշխատանքը։ Շատ ապրես։ Ալեքս, ասա տեսնեմ։ Ռեակտիվ շարժումը ֆիզիկական երևույթ է, որի ժամանակ մարմինը շարժվում է հակառակ ուղղությամբ։ Այլ կերպ ասած, եթե մարմինը որոշակի ուժով մյուս արտանետում մեկ ուղղությամբ, ապա ինքնդ կստանա նույն ուժով արագություն հակառակ ուղղությամբ։ Ռեակտիվ շարժումը հիմնականում հիմնված է իմպուլսի պահպանման օրենքի վրա։ Ռեակտիվ շարժման սկզբունքները հայտնի են դեռևս հին ժամանակներից։ 9-րդ դարում Չինաստանում օգտագործում էին մի գործիք, որը աշխատում էր ռեակտիվ ուժի շնորհիվ։ Եվ գիտական հիմքերը ձևավորվեցին 17-րդ դարում։ Ապրես, Ալեքս ջան։ Հիմա ռեակտիվ շարժումը բնության մեջ։ Ով կարող է ներկայացնել, ասա Մարինա։ Ռեակտիվ շարժումը շատ կարևոր նշանակություն ունի նաև բնության մեջ, հատկապես տարբեր կենսաբանական եւ բնական երևույթներում։ Օրինակ, որոշ թռչուններ, մորեքները թռչելու ժամանակ իրենց հզոր հետին ոտքերի միջոցով ստեղծում են ռեակտիվ ուժ եւ շարժվում առաջ։ Որոշ ջրային կենդանիներ, ինչպիսիք են մեդուզաները եւ կաղամարները, ջուրը ներս է քաշում իրենց օրգանիզմ, այնուհետեւ այն դուրս մղում, կրկին ռեակտիվ ուժ ստեղծում եւ շարժվում առաջ։ Որոշ բույսեր իրենց սերմերը եւ պտուղները դուրս են նետում կուտակած էներգիայի միջոցով։ Երբ մետեորոիդն ընկնում է երկրի վրա, երկրի հետ բախման արդյունքում առաջանում են ռեակտիվ ուժեր, որոնք փոշի եւ քարեր են նետում տարբեր ուղղություններով։ Այս բոլոր օրինաչափությունները հիմք են հանդիսացել տարբեր տեխնոլոգիական կիրառությունների, օրինակ հրթիռների պատրաստման եւ զարգացման համար։ Ապրես Մարինա ջան, իսկ ով կներկայացնի ռեակտիվ շարժման առանձնահատկությունները։ Ասա Արման ջան։
Ինչ առանձնահատկություններ։ Իդան առանձնահատկությունն այն է, որ առաջանում է մարմնի մասերի առանձին մասերի փոխադրության հետևանքով։ Ռեակտիվ շարժումը մեզ տեղի է ունենում նաև վակուումում, ինչպիսին է տիեզերքը։ Իսկ կենսաբանական ազդեցությունը ասանարեթ է։ Ինչպես է մարմինը օգտագործում ռեակտիվ շարժումը արյան միջոցով, երբ սիրտը բաբախում է, այն մղում է արյունը տարբեր ուղղություններով, իսկ ըստ իմպուլսի պահպանման օրենքի սիրտը ինքն էլ մի փոքր հետ է մղում, չնայած դա աննկատ է։ Մարդու խոսում է շնչառությունը, մարդը երբ խոսում է կամ փչում է օդը, նրա մարմինը մի փոքր հետ է շարժվում, այդ պատճառով էլ որոշ երաժիշտներ փողային գործիքներով նվագելիս նրանց մարմինը մի փոքր հետ է շարժվում։ Տիեզերագնացները, երբ տիեզերքում մարդը ուզում է շարժվել հակառակ ուղղությամբ առանց որևէ արտաքին ուժի, նա կարող է պարզապես փչել օդը կամ մի փոքրիկ իր նետել, որպեսզի շարժվի հակառակ ուղղությամբ։ Ապրես Նարեկ ջան, աշակերտներ, ով կներկայացնի ռեակտիվ շարժումը, ինչպես է օգտագործում տեխնիկայում։ Ասարեկ ջան։ Ռեակտիվ շարժման սկզբունքով է աշխատում ռեակտիվ շարժիչները։ Ռեակտիվ շարժիչը մի սարք է, որից դուրս է մղվում վառելանյութի առաջացած գազերը։ Ռեակտիվ շարժիչով են աշխատում հրթիռը։ Հրթիռը կազմված է պատյանից, վառելիքից, ելքի փողակից, այրված գազերից և օգտակար բեռից։ Ապրես Արեկ ջան։ Հիմա սիրելի աշակերտներ, դուք ներկայացրեք, թե ինչ մոդելներ եք պատրաստել, որոնք ռեակտիվ ուժի շնորհիվ են աշխատում։ Արեկ ջան, ներկայացրեք ձեր խմբի աշխատանքը։ Նախ պատմի մի քիչ քո սարքի մասին։ Այս սարքը ռեակտիվ շարժման օրինակ է, որը երբ այս ձողը բաց ենք տողնում, փուչիկից դուրս է գալիս օդը ու այս սարքը հետ է գնում։ Հակառակ ուղղությամբ շարժում է ստանում։ Մի հատ էլ փորձի։ Լավ։ Էլով է սարք պատրաստել երեխեք ջան։ Նարեկի սարքը տեսնենք ոնց է աշխատում։ Ջան, մի քիչ ներկայացրու քո սարքը։ Սարքը ինքնագնաց է, այս սարքի աշխատանքում կիրառվում է ռեակտիվ շարժում և սարքը մոդելավորված է լեգոյի տեսքով։ Ապրես, լավ, Արեկ ջան, դու էլ ցույց տուր քո Իմ սարքը։ սարքը իմ ինքնագնացը նույնպես աշխատում է ռեակտիվ շարժման օրինակով։ Կազմված է փուչիկից, որը փչելով օդը ետ է մղվում և առաջանում է հակառակուղղաշարժում և ինքնագնացը առաջ է մղվում։ Շատ ապրեք։ Սիրելի աշակերտներ, այժմ ես ուզում եմ, որ դուք ներկայացնեք ռեակտիվ շարժման պատմությունը։ Տեզերական թռիչքների համար հրթիռների օգտագործման գաղափարը 20-րդ դարի սկզբին առաջարկել է Կոնստանտին Ցիակովսկին, սակայն միայն կես դարանց հնարավոր եղավ իրականացնել տեզերական տարածություն դուրս գալու մարդու երազանքը։ Առաջին տեզերական արհեստական արձանագրներն արձակվել են 1957 թվականի հոկտեմբերի 4-ին Խորհրդային Միությունում, իսկ 1900 հետագայում այն սկսեց այդ արհեստական արձանագրներն արձակվել ԱՄՆ-ում, Իտալիայում, Ճապոնիայում, Չինաստանում և Մեծ Բրիտանիայում։ Պատմության մեջ առաջին անգամ 1961 թվականի ապրիլի 12-ին Ոստոկ տեզերանավով երկրի շուրջ պտույտ է գործել Յուրի Գագարինը, իսկ 1965 թվականի հուլիսի 21-ին Ամերիկայի աստղագնացները Նեյլ Արմսթրոնգը և Էդվին Օլդրինը։ Այսպիսով, մեր նախագծի արդյունքում մենք ուսումնասիրեցինք ռեակտիվ շարժման հիմնարար սկզբունքները և դրանց կիրառությունը տարբեր ոլորտներում։ Նաև ուսումնասիրեցինք ռեակտիվ շարժիչների աշխատանքի սկզբունքը, վերլուծեցինք Նյուտոնի 3-րդ օրենքի դերը այս շարժման մեջ։ Մենք որոշակի փորձեր և ուսումնասիրություններ կատարելով հասկացանք, որ ռեակտիվ շարժումը կարևոր դեր է խաղում ոչ միայն տեզերագնացության, այլ նաև կյանքի տարբեր ոլորտներում։
այն կարևոր դեր է խաղում ինքնաթիռներում, հրթիռներում, տրանսպորտային միջոցներում եւ նույնիսկ որոշ կենդանիների աշխատանքի մեխանիզմում։ Եվ այս նախագծը մեզ հնարավորություն տվեց, որպեսզի մենք ավելի լավ հասկանանք ռեակտիվ շարժման հիմնարար սկզբունքները եւ դրանց կիրառությունները։ Այն նաեւ մեզ հնարավորություն տվեց հասկանալ դրա կարևորությունը գիտության եւ տեխնիկայի ոլորտներում։ Աշխատանքների ժամանակ փորձեր կատարեց մենք բախվեցինք որոշակի դժվարությունների, բայց վերլուծության եւ համագործակցության շնորհիվ մենք կարողացանք այդ դժվարությունները հեշտ հաղթահարել։ Շատ ապրես, Համեջան։ Հիմա սիրելի աշակերտներ, մենք նաև այց ենք կազմակերպել Միկոյանի տուն թանգարան ու ձեզ դուր է եկել այցելությունը, թե ոչ։ Այո, դուր է եկել։ Ես խնդրում եմ, որ դուք ներկայացնեք, թե դուք ինչ եք տեսել այնտեղ, ինչ իմացաք այդ այցելության ժամանակ։ Ասա Մանեջան։ Միկոյանների տուն թանգարանը գտնվում է Լոռու մարզի Սանահին գյուղում։ Հենց թանգարանում այգում գտնվում է Արտեմ Միկոյանի ծառայողական մեքենան, իսկ մյուս կողմում գտնվում է նրա գերձայնային ինքնաթիռ MiG-21-ը։ Թանգարանի առաջին հարկում գտնվում են այն բոլոր իրերը, որոնք պատկանում են նրան եւ նրա ընտանիքին։ Ինքնաթիռը իջել է նրանց գյուղի այգիներից մեկում եւ նա շրջայց է կատարել այդ ինքնաթիռի կողքով եւ դրանից հետո նա ասել է, որ ես պետք է թռչարանը հիմնադրվել է 1971 թվականին, այն բացվել 1982 թվականին հունիսի 17-ին իր հորեղբոր Արտեմ Միկոյանի հորեղբոր աղջիկ Մուշիկ Միկոյանի կողմից։ Հատուցման վերջի րոպեներին երբ նա արդեն մահանում էր, երբ նա իր աչքերը բացեց եւ տեսավ, որ իր կողքին ընկերներ են, նրա վերջին խոսքերը եղել է, որ ասել է ապրեք ու ստեղծագործեք։ Այս քանով սիրելի աշակերտներ, մենք ավարտում ենք մեր նախագծային աշխատանքը։ Դուք շատ լավ մասնակցեցիք բոլոր աշխատանքներին, ապրեք։